Եկեք պատրաստենք արագ ու պարզ, անչափ համեղ, սննդարար և տոնական աղցան, որի գլխավոր բաղադրիչներն են սալորաչիրը, հավի կրծքամիսն ու ընկույզը։ Այս աղցանը հիանալի է ինչպես տոնական սեղանին, այնպես էլ առօրյա երեկոյի համար։ Սկսենք հավի կրծքամսից, որը նախապես պետք է խաշել։ Այնուհետև ձեզ հարմար տարբերակով, ձեռքերով, հարիչի օգնությամբ պետք է բզկտել։ Այժմ անցնում ենք ընկույզին։ Կարող եք օգտագործել թեթևակի տապակած ընկույզ գույնն ու բույրը ուժեղացնելու համար։ Ես օգտագործել եմ սովորական ընկույզ, որը նախքան օգտագործելը ևս թրջել եմ, նախ մաքրելու համար և հետո ուտելիս ատամի տակ ընկնելուց տհաճություն չպատճառելու համար։ Հնարավորինս մանրացնում ենք, հավասարապես բաշխվի և փոխանցի իր համը աղցանի յուրաքանչյուր պատառին։ Որից հետո անցնում ենք սալորաչիրին։ Ընտրեք լավ սալորաչիր, որ չորացած չի լինի։ Սա մեծ ազդեցություն ունի վերջնական համի վրա։ Այն աղցանին տալիս է և քաղցրություն, և թեթևակի թթվաշ երանգ, սակայն եթե սալորաչիրը չոր է, այն կարելի է 10 րոպե թրջել տաք ջրի մեջ, հետո քամեք և մանր կտրատեք։ Ըստ ցանկության կարող եք օգտագործել նաև սխտոր։ Այն շատ հետաքրքիր և ախորժելի համ է հաղորդում։ Ցանկության դեպքում կարող եք օգտագործել բուսայուղ, սամիտ կամ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, փայլ և թարմություն տալու համար։ Աղցանն ամեմում ենք աղով, սև պղպեղով։ Իսկ վերջում պատում ենք մայոնեզով կամ թթվասերով։ Համերի համադրությունը քաղցր թեթև թթվաշ սալորաչիրը, հյութալի հավը և փխրուն ընկույզը ստեղծում են կատարյալ հավասարակշռություն։ Ահա մեր նուրբ ու համեղ աղցանը պատրաստ է։ Եթե սիրում եք արագ, բայց յուրահատուկ համերով ուտեստներ, սա հաստատ դուր կգա։ Չմոռանաք լայքել, բաժանորդագրվել և կիսվել տեսանյութով։ Շնորհակալություն դիտելու համար։ Բարի ախորժակ։